Սիրելի գործընկերներ, վստահ եմ բոլորդ սպասում եք երբ եմ թվերի մասին խոսելու։ Հիմա խոսեմ Հայաստանում տնտեսական զարգացումների մասին։ 2024 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված էր։ 24 թվականին գրանցվել է 5.9% տնտեսական աճ, պայմանավորված հիմնականում ծառայությունների աճով։ Տնտեսական աճն ուղեկցվել է ներքին եւ արտաքին պահանջարկի աճով։ 2021-24 թվականներին Հայաստանի Հանրապետության տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2% տնտեսական աճ։ Հարկ է նշել, որ վերջին տարիների զարգացումների արդյունքում պոտենցիալ աճը ևս բարձրացել է նախկին 4-4.5% գնահատականի դիմաց այժմ գնահատվում է 5-5.5։ Արտադրողական մարդկանց եւ ձեռնարկությունների դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ներհոսքին զուգահեռ պոտենցիալի բարձրացմանը էական նպաստում է ունեցել նաեւ պետական կապիտալ ծախսերի դերի եւ արդյունավետության շարունակական բարձրացումը։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքին արդյունավետ ինտեգրելու կառավարության ջանքերը եւս նպաստել են տնտեսական ներուժի բարձրացմանը։ 2024-23-ի համեմատ 4.9%-ով աճել են մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, հասնելով 3.360.000 դրամի կամ 8.556 ԱՄՆ դոլարի։ Ընդ որում, այս ցուցանիշով վերջին տարիներին մենք առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Պերուն, Բելարուսը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ադրբեջանը, Կոլումբիան եւ Թայլանդը։ Հավելեմ նաեւ, որ 2017 թվականին մենք այս ցուցանիշով զգալիորեն զիջում էինք նշածս բոլոր երկրներին, որովհետեւ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում էր 3.869 ԱՄՆ դոլար։ Եթե նույնիսկ զտեմ դրամի արժևորման էֆեկտը դոլարի նկատմամբ, ապա 2024 թվականի ցուցանիշը միևնույն է ավելի կլիներ 17-ից 80%-ով։ Այս համատեքստում ամենակարևորն այն է, որ մենք աճում ենք ավելի արագ, քան աշխարհը միջինում։ Վերջին 3 տարիների բարձր տնտեսական աճը ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ, որի մասին նաև վկայում են կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշների դրական դինամիկաները, այդ թվում աշխատավարձի, աղքատության, սոցիալական բևեռվածությունը բնութագրող ցուցանիշները։ Հատկանշականն այն է, որ 2024 թվականին աշխատավարձերի եւ վարձու աշխատողների աճը գրանցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ 2024 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 6.4%-ով, կազմելով 287.172 դրամ, իսկ վարձու աշխատողների թիվը 5.2%-ով, կազմելով 760.555 մարդ։ Աշխատավարձի աճին հիմնականում նպաստել են մեծածախ եւ մանրածախ առևտրի, կրթության, մշակող արդյունաբերության, շինարարության, ինչպես նաեւ ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտների աշխատավարձերի աճը, իսկ վարձու աշխատողների աճին առևտրի, շինարարության եւ կրթության ոլորտներում աշխատողների թվի աճը։ Տնտեսական այս դրական զարգացումներն արտացոլվել են նաեւ աղքատության ցուցանիշներում։ Մասնավորապես 2023 թվականին գրանցվել է վերջինիս 1.1%-ային կետով նվազում, զուգահեռաբար ուղեկցվելով նաև եկամուտների անհավասարության աստիճանական մեղմացմամբ։ Աղքատության խորության ցուցանիշը բարելավել է գրանցելով 0.3%-ային կետով նվազում։ Բացի այդ, ըստ աղքատության սրության, անհավասարությունը մնացել է հարաբերականորեն կայուն մակարդակում։ Դրական զարգացումներ են գրանցվել նաև բազմաչափ եւ հարաբերական աղքատության տեսանկյունից, համապատասխանաբար 3.4 եւ 0.9%-ային կետով նվազմամբ։ Ծայրահեղ աղքատությունը նվազել է 0.1%-ային կետով։ Ընդ որում, ընթացիկ դրական զարգացումները հնարավորություն են տալիս ենթադրել, որ աղքատության նվազման միտումը կկրի շարունակական բնույթ։ Հատկանշական մեկ այլ փաստ եւս։ Վերջին տարիներին զուտ արտահանումը զգալիորեն բարելավվել է։ Եթե 2011-17 թվականներին զուտ արտահանումը ՀՆԱ-ի միջինում կազմում էր -16.5%, իսկ 18-21 թվականներին կազմել է -11.2%, ապա 22-24 թվականներին միջինում կազմել է -1.1%, որին զգալիորեն դրական նպաստ է բերել ծառայությունների արտահանման դերի բարձրացումը։ 2024 թվականին բյուջեի եկամուտները կազմել են 2.579 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2.391 միլիարդ դրամ, ինչը ցածր է եղել ճշտված պլանից 188 միլիարդ դրամով։ Արդյունքում հարկերի հնացուցանիշը կազմել է 23.5%,
2023 թվականի 24%-ի դիմաց։ 1001 մեկնաբանություն եղավ հարկերի հավաքման թեմայով, սկսած ֆինանսների նախարարության կողմից սխալ պլան կազմելուց եւ վերջացրած տնտեսության կոլապս բուժող լուրերով։ Թույլ տվեք պարզաբանել։ 2024 թվականին հարկեր հնանվազումը հիմնականում պայմանավորված է եղել ավտոմեքենաների ներմուծման նվազմամբ, ինչպես նաև այնպիսի ոլորտների դերի բարձրացմամբ, որոնք համեմատաբար ավելի քիչ հարկային մուտքեր են ապահովում, ինչպիսիք են օրինակ անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտը եւ արտահանումը։ Բացի այդ, հարկեր հնացուցանիշի վատթարացմանը նպաստել է նաև 2023 թվականին բանկային համակարգի շահույթների նվազումը, որի գծով շահութարկի վճարումները իրականացվել են 2024 թվականին։ Այս նվազումը արտացոլում է տնտեսության կառուցվածքի փոփոխությունը, մասնավորապես արտահանման դերի աճը, որը տնտեսական գործունեության առավել ցածր միջին կշռված դրույքաչափով է հարկվում։ Չնայած կառավարության ծրագրով նախատեսվում է 25% հարկեր հնացուցանիշ գնացել 2026 թվականին, սակայն այդ ճանապարհին կառավարությունը կենտրոնանում է հարկային համակարգի արդարության, արդյունավետության, ինչպես նաև տնտեսության մրցունակությունը մեծացնելու վրա եւ որևէ կերպ նպատակ չենք ունեցել ապահովել նախանշած հարկերի հավաքագրումը ամեն գնով, այդ թվում տերորի ենթարկելով մասնավոր հատվածին, ինչպես հաճախ անհիմն շահարկվում է։ Պետք է խոսեմ նաև հարկային քաղաքականությանը վերաբերող հարցերից, քանի որ դրանք եղել են հանրության ուշադրության կենտրոնում եւ հնարավոր չէ դրանց անդրադարձ չկատարել։ Քննադատության հիմնական շեշտը դրվում է այսպես. քանի որ ունեցել ենք հարկերի թերհավաքագրում, այժմ հարկերը բարձրացվում են, որպեսզի ամեն գնով ապահովենք բյուջեի եկամուտների հավաքագրումը։ Եթե այդպես լիներ, ապա հարկեր հնացուցանիշը չէր նվազի։ Հիշեցնեմ նաև, որ բոլոր փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի հունվարի 1-ից, չէին կարող որևէ ազդեցություն ունենալ 2024 թվականի հարկային եկամուտների վրա։ 2024 թվականի ամենաէական հարկային փոփոխությունները վերաբերում են շրջանառության հարկի համակարգին։ Նախագիծը շատ լայն քննարկման արժանացավ։ Այդ քննարկումների ժամանակ մենք նշում էինք, որ փոփոխությունների նպատակը ոչ թե հավելյալ հարկեր հավաքելն է, այլ այն, որ դրանք թիրախավորում են ստվերային շրջանառությունը եւ տնտեսական գործունեության պատշաճ փաստաթղթավորումը։ Փաստացի արդյունքները վկայում են եւ ապացուցում են, որ մենք ճիշտ էինք։ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին շրջանառության հարկի մուտքերը կազմել են 34 միլիարդ դրամ եւ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 24.6%-ով, ինչը բարձր է նախորդ տարվա աճից ընդամենը 8.1%-ով։ Փաստացի ապացուցում է, որ այն պնդումները, թե հարկային բեռը կրկնակի, եռակի կամ ավելի շատ բարձրանալու է, չի համապատասխանում իրականությանը։ Անցնենք ծախսերին։ Ակնհայտ է, հարկերի վճարման կարևորության մասին խոսելիս պետք է խոսենք այն մասին, թե այդ միջոցները ինչպես են ծառայում մեր բարեկեցությանը։ Ի վերջո հարկ վճարելը միակողմանի գործընթաց չէ։ Կարելի է ասել, որ հարկ վճարելով ես գնում եմ որոշակի ծառայություններ եւ իմ հարկ վճարելու պատրաստակամությունը կախված է այդ ծառայության քանակից եւ որակից։ Բյուջեի բովանդակային քննարկումը կարևոր է հասկանալու համար, թե մեր բոլորի կողմից վճարված հարկերը ինչպես են վերաբաշխվում սոցիալական տարբեր խմբերին, ինչպիսի ծառայություններ են մատուցում եւ ինչպիսի ներդրումներ են արվում մեր պետության ենթակառուցվածքները զարգացնելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու համար։ 2024 թվականի պետական բյուջեից ծախսվել է 2 տրիլիոն 955 միլիարդ դրամ, որից 558 միլիարդ դրամը կազմել են կապիտալ ծախսերը։ 2024 թվականի ծախսերը ավելին են եղել 2023 թվականից 356 միլիարդ դրամով, որից կապիտալի մասով 63 միլիարդ դրամով։ Մյուս հարցն այն է, թե ինչպես են ծախսվում այս միջոցները, որ լավագույնս հասցեագրեն մեր քաղաքացիների անձնական եւ ընդհանրական շահը։ Հասարակության մեջ շահերը տարբեր են եւ կոնսենսուսի հասնելը ծախսման առումով շատ բարդ է, եթե ոչ անհնարին։ Բյուջեն կազմելիս պետք է հմտորեն հավասարակշռել ոչ միայն տարբեր շահառու խմբերի ընդհանուր շահերը, այլ նաեւ այդ խմբերի կարճաժամկետ շահերը, որպիսիք են եկամուտը, բնակարանային ապահովումը, անվտանգությունը եւ այսպես շարունակ, եւ բնականաբար երկարաժամկետ շահերը եւս, ինչպես հողի օգտագործումը, կարողությունները եւ գիտելիքը, առողջությունը, բնական եւ սոցիալական միջավայրը։ Սա է պատճառը, որ մենք հրաժարվում ենք այս ռոպեական ականջահաճո ծախսեր անելուց եւ կենտրոնանում ենք այնպիսի միջոցառումների վրա, որոնք երկարաժամկետ ազդեցություն են ունենալու։ Նույնիսկ սև ցուցակում հայտնված մեր քաղաքացիների համար եկամտահարկից վարկային պարտավորությունների մարման ծրագիրը, որ շատերի կողմից քննադատվեց որպես պոպուլիստական, համարում եմ չափազանց էական։ Մենք համաձայնեցինք այսօր հրաժարվել մեր եկամուտների մի մասից,
հնարավորություն տալու մեր հասարակության աշխատունակ մի ստվար զանգվածի վերաինտեգրվել աշխատաշուկայում եւ օգտվել ֆինանսական ծառայություններից։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։